Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադամյան։ Տիկին Ադամյան, Ռուսաստանի նախագահի օգնականը Յուրի Ուշակովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին որևէ մանրամասներ եւ տեղեկություն չունի եւ նաեւ այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա։ Նիկոլ Փաշինյանի այցի մասին է խոսքը։ Հասկանանք ինչու է ուշանում, թե Նիկոլ Փաշինյանին ռուսական կողմից այսպես շնորհավորանքը, որին չգիտեմ, սպասում են թե չէ այլևս, եւ նաեւ հայտնի հանդիպումը, որի մասին խոսել էր նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը, ինչով է պայմանավորված այս լռությունը Ռուսաստանի Դաշնության կողմից եւ դա կարող է որևէ հետևանքներ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների տեսակետից։ Պետք է հորդորեմ ձեզ չգեներացնել կեղծ սպասումներ։ Եվ ընդհանրապես օրինակին այդ հարցը չի հետաքրքրում բոլորովին։ Բոլորովին չի հետաքրքրում։ Ես ուզում եմ մտածել Հայաստանի Հանրապետության խնդիրների մասին, ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը կշնորհավորի, չի շնորհավորի, երբ կշնորհավորի, ում կշնորհավորի։ Գիտեք, դա Պուտինի անձնական խնդիրներն են։ Դա իմ պետության եւ իմ խնդիրը չէ հաստատ։ Ռուսաստանի Դաշնությունը հունիսի 7-ի ընտրություններում Հայաստանի Հանրապետությունում խայտառակ պարտություն է կրել։ Խայտառակ։ Եթե հաշվի առնենք ինչքան գումարներ են ներդրել, եթե հաշվի առնենք, որ համենայն դեպս 2021-ի ընտրություններից հետո 5 տարի պատրաստվում էր ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անելու, չարեց, չեղավ։ Սփոփեք Պուտինին, արալեզներ ուղարկեք Պուտինի վերքերը սպեղանի դնելու համար։ Իսկ դուք դրել եք, շնորհավորում է, չի շնորհավորում, հետո չշնորհավոր, ինչ է դրանից փոխվում։ Հայաստանի Հանրապետության ընտրությունները դադարում են ընտրություն լինել, ընտրվածները դադարում են ընտրված լինել։ Դե ընդդիմությունը օրինակ հաշտ չէ։ Ասեմ ձեզ, որոշակի համամասնությամբ, այո, ես էլ դեմ եմ, որ նրանք դեմ էի ու դեմ եմ, որ նրանք հայտնվեին խորհրդարանում, որովհետև նաև իշխանության մեղքով, նաև ԿՊ-ի մեղքով խորհրդարանում հայտնվեց տրոյական ձիերի շատ մեծ երամակ, որը Ռուսաստանի Դաշնությունը իր համար պահելու է իբրև հարվածային ջոկ կատմացյան գունդ։ Եվս 5 տարի Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար այն տեղապտույտը, որի մեջ մեզ պահեցին 21-ից 26 թվականներին, որպեսզի կաշկանդեն, ուղղակի կաշկանդեն Հայաստանի Հանրապետության քաղաքական, ինքնիշխանությունը ամրապնդող տնտեսական քայլերը, որպեսզի երբ հանկարծ ու հանկարծ քաղաքացիական պայմանագրում այնքան համարձակություն հավաքեն, որ որոշեն, դե տեսեք, Թուրքիայի հետ սահմանը չի բացվում, Թուրքիա-Հայաստան երկաթուղային կապը չի գործարկվում, որովհետև հայկական երկաթուղին ըստ ռուսների հայկական չէ, որովհետև եթե իրենց Ռոբերտ Քոչարյանը հանձնել է կոնցեսիոն կառավարման, դա նշանակում է իրենցն է ու իրենցն է։ Հիմա այստեղ հարց է առաջանում, մենք պետք է դնենք վերջապես կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու պայմանագրի վերանայման հարց, թե ոչ։ Միգուցե դրա համար են խուսափում նաև այս երկկողմ հանդիպումից։ Ես եմ կարծում, որ երկաթուղին միայն երկաթուղին է պատճառը շատ ավելի խորն է, բայց եկեք վերադառնանք այնուամենայնիվ երկաթուղուն, որովհետև դա այս պահին շատ ավելի կարևոր հարց է, քան Պուտինը կշնորհավորի, թե չի շնորհավորի, որովհետև դրանից կախված է թե տրիպի հարցը, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Եկեք սովորենք պարզապես ընտելանանք մենք մեր երկրի խնդիրները օրակարգի առաջին 3 կետերում գոնե դնելուն, քան թե Ռուսաստանի Դաշնության գլուխը ինչի համար է ցավում։ Ռուսաստանի Դաշնությունը շատ խոր գլխապտույտ ունի Ուկրաինայի հարցով։ Նույնիսկ գլուխն է կորցրել Ուկրաինայի հարցով։ Դա թողենք մի կողմ առայժմ, բայց վերադառնանք հայկական օրակարգին։ Հիմա օրինակ դուք պատկերացնում եք, եթե սեպտեմբերից արդեն գործող խորհրդարանում կոնցեսիոն կառավարման պայմանագրի վերանայման հարց դրվի, ինչ բողոք է բարձրանալու, ինչ ալիք է բարձրանալու այն ընդդիմադիրների կողմից, որոնք համարում են, առ այսօր համարում են Ռուսաստանի Դաշնությունն է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, լավ դե մի քիչ էլ Իրանը, չնայած Իրանը սեփական անվտանգությունը չի կարողանում ապահովել, որ մնաց Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովի, բայց դրա վրա աչք փակենք առայժմ, համարենք դա էլ փոքրիկ էսպես ուրեմացություն։ Պատկերացնում եք մենք ինչ խորհրդարան ենք ստացել։ Մենք Երանի ենք տալու այս պահին դեռ գործող խորհրդարանին։
Եվ դրա մեջ ես կարծում եմ, որ համենայն դեպս գործող իշխանության մեղքը շատ մեծ է։ Որովհետև անցած 5 տարիներին այնուամենայնիվ քաղաքական գնահատական չտրվեց այն ուժերին, որոնք ինքնին հասկանալի է, որ քաղաքական պայքարից դուրս չէին գալու, որոնք կազմում էին Կրեմլի վկաների հսկա փաղանգը։ Հավելվեց նաև միլիարդատերը։ Քաղաքական գնահատական չտրվեց նրանց։ Նրանք պահպանեցին իրենց նյութական հնարավորությունները, իսկ եթե դու պահպանում ես քո տնտեսական բազիսը, դու արդեն հարկադրված ես մտնել քաղաքականության մեջ, որպեսզի ինքնապահպանվես։ Հավելեք Մոսկվայից իջած պատվերը։ Քանի դա չի արվել։ Դեք բոլորը կոչեր են անում երեք նախագահները, չգիտեմ, հատկապես վերջին երկուսը, առաջինը արդեն համարյա չկա, հատկապես վերջին երկուսը պետք է հեռանան քաղաքականությունից, հեռանան։ Կոչեր անում եք, հիմքեր ստեղծեք։ Կոչեր անում եք, հիմքեր ստեղծեք, իսկ հիմքերը ստեղծվում են իրավականորեն։ Հիմքերը ստեղծվում են այդ բռնեմ բաց թողնեմ արատավոր քաղաքականության մերժումով։ Այն երկաթե մուրճ ինչի համար էր։ 8 տարի։ Եվս 5 տարի։ Հայաստանի Հանրապետության թշնամին էս պարագայում մնում են բոլոր ռուսահապատակները, եկեք դա շեշտենք։ Եկեք դա շեշտենք, ու ես ուզում եմ այս պահին երկու շնորհակալություն հայտնել։ Առաջին հերթին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որ գնացին եւ ձայն տվեցին Հանրապետություն կուսակցությանը, որովհետեւ մենք հասկացանք, որ մենք քիչ ենք, բայց մենք որակով շատ բարձր ենք, որովհետեւ այն մեր բոլոր ընտրողները որակյալ ընտրողներ են, որոնք կարողանում են հաշվարկել 1, 2, 3 քայլ նվազագույնը։ Բայց շնորհակալություն հայտնենք նաև նրանց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը գոնե 49%-ով, բայց պահպանեցին։ Ու եկեք հասկանանք, որ այս ընտրված խորհրդարանը խորտակված պատրանքների խորհրդարան է բոլոր առանց բացառության քաղաքական ուժերի համար։ Ոչ ոքի սպասումը չի իրական։ Սենք քաղաքացիական պայմանագրից հայտարարվում էր 65% ձայն ենք հավաքելու, 49։ Անցնենք Ռոբերտ Քոչարյանին 21%։ Քոքը մաշեց կեսից ավելի։ Պարզապես ինքնա քայքայման փայլուն գործընթաց էր։ Խորհրդարանում հայտնվեց մի քաղաքական ուժ, որը ունի 0 քաղաքական կապիտալ։ 0 քաղաքական կապիտալ։ Բայց նաև Սա շատ նոնսենս է։ Մի քաղաքական ուժ, որի ղեկավարը դե լավ հասկացանք հայերեն խոսել չգիտի։ Հասկացանք, լավ, մի կերպ դրա հետ էլ կարող ենք։ Ինչ որ կերպ մենք մեզ ստիպենք դա է։ Հա, բայց քաղաքական ընդհանրապես որևէ նախաձեռնություն, քաղաքական որևէ կապիտալ, քաղաքական որևէ ծրագիր, բացի 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում վերաբնակեցնելուց կամ 300,000 աշխատատեղ ստեղծելուց, այդ ինչ ասեմ, աննորմալ միֆերից զատ դուք այդ քաղաքական ուժից որևէ բան հիշում եք, եթե բացառենք այս ընտրակաշառքների մեխանիզմը։ Եվ գիտեք այս խորհրդարանում ինչ տեղի ունեցավ։ Այս խորհրդարանի ձևավորման շրջանում պետական ինստիտուտները միմյանց դեմ դուրս եկան։ Ինչպես։ Շատ պարզ։ Ինչքան ժամանակ է, որ հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական մարմինները առերևույթ ընտրակաշառքի մեխանիզմներ են ներկայացնում։ Բացահայտումներ, մինչև հիմա ընտրությունները ավարտվել են։ Այսօր հաստատ հունիսի 7-ը չի, բայց դա շարունակվում է։ Երբ Հանրապետություն կուսակցությունը հայտ է ներկայացնում, դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, ուժեղ Հայաստանի գրանցումը այդ բոլոր բացահայտումների հիմքով կասեցնելու համար, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկարծացնում է բավարար հիմքեր չկան։ Այսինքն նա մերժում է ոչ թե Հանրապետություն կուսակցությանը, մերժում է հակակոռուպցիոն կոմիտեին, մերժում է քննչական մարմիններին, դե ֆակտո, չոր հաշվարկում, իրական գետնի վրա։ Սա է ճշմարտությունը։ Եվ շատ մեծ հարց է, ինչու այն քաղաքական ուժերը, որոնք գտնում էին, որ ընտրությունները կեղծվում են, չեկան ու չկանգնեցին Հանրապետություն կուսակցության կողքին։ Եվ ընտրություններից հետո շարունակում են պնդել, որ ընտրությունները կեղծվել են այնուամենայնիվ։ Ինչու չեկան ու կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ Հանրապետությունը ներկայացնում էր իր հայցը, մեր կողքին կանգնած չէին։ Հարցը չէ։ Մենք մի տարի առաջ դեռ ընտրություններից Արամ Սարգսյանը
Չկա հարցազրույց, որ այդ մասին չխոսի։ Չկա հարցազրույց, որ ես այդ մասին չխոսեմ։ Թե ինչ առերևույթ ընտրակաշառքի մեխանիզմներ է գեներացնում ուժեղ Հայաստանը, բացվող գրասենյակների, չաշխատող դե ֆակտո աշխատանք չունեցող, բայց բարձր վարձատրվող գրասենյակային աշխատողների տեսքով։ Վերջին հաշվով, վերջին ֆենոմենը, որի մասին խոսում էր նաև Արարատ Միրզոյանը։ Մենք Արարատ Միրզոյանի ձատ մենք իշխանության բոլոր օղակներում հայտարարում էին Հայաստանի Հանրապետության դեմ վարվում է հիբրիդային պատերազմ։ Հա լավ, հասկացանք, վարվում է։ Բայց արդյոք եթե դու բարձրաձայնում ես, որ հիբրիդային պատերազմ է վարվում, այդ դու դադարում ես այդ հիբրիդային պատերազմի հարձակման թիրախ լինել։ Չես դադարում, չէ՞։ Ազդարարելու ձատ դու պիտի կանխարգելիչ քայլեր ձեռնարկես։ Կանխարգելիչ քայլերի թվում էր օրենսդրական փոփոխությունների անցկացումը։ Քաղաքացիական պայմանագիրը գործող խորհրդարանում դեռ 1 տարի առաջ, նույնիսկ 6 տարի առաջ այդ հնարավորությունները ուներ։ Փոխել օրենսդրությունը այն առաջարկները, որ հիմա են արվում, մասնավորապես արտասահմանում բնակվող հայերի քվեարկության իրավունքի համար ժամկետային ցենզ դնելու, ինչն էր խանգարում, որ դա արվեր կես տարի առաջ կամ 1 տարի առաջ։ Ինչը։ Արդյոք չկար այդ պատկերացումը, որ նրանք գալու են եւ նրանք գումարով քվեարկելու են։ Միգուցե չի եղել։ Թե կարծում եք դա ռոմանտիզմի ժանրից։ Եթե չի եղել ավելի վատ։ Եթե չի եղել ավելի վատ, որովհետև այդ պարագայում դու ստիպված ես ընդունել, որ իշխող կուսակցությունը չի տիրապետում իրավիճակին, որովհետև դա միանգամայն հստակ էր, թե Թուրքիայում կայացած ընտրություններից հետո ինչպես Էրդողանը արտասահմանի ձայներով վերընտրվեց, շատ ավելի ակնառու էր Մոլդովայի օրինակի պարագայում, ինչ բարդ խնդիր է պրոյեկտել իրավիճակը Հայաստանի Հանրապետություն եւ պատկերացնել, թե այս պարագայում ոնց կգործեն հիբրիդային պատերազմի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեմ եւ դու ինչպես պետք է այդ հարձակումներից պաշտպանված լինես։ Այսինքն դրսից եկած ընտրազանգվածը նույնպես ազդեցություն է ունեցել մեծ։ Գիտեք, պատկերի վրա նկատի։ Եկեք ընդունենք, որ այստեղ ոչ այնքան այդ ընտրազանգվածի քվեարկությունն է ազդեցություն ունեցել, որքան ազդեցություն է ունեցել այն քարոզչական նյութերն են ազդեցություն ունեցել, որոնք ստեղծեցին պատկեր, որ այ Հայաստանից դուրս ապրողները գալիս են եւ այստեղ Հայաստանում ապրողների ճակատագիրն են որոշում։ Նրանք այդ իրավունքը չունեն, որտեղ նրանք ձայն են տալու Տաշիր Սամոյին, գնանք մեր իրավունքը պաշտպանենք։ Բացի նրանից, որ այստեղ իսկապես արհեստական ճշնամանք է գեներացվում դրսում ու ներսում ապրող հայերի միջև, բացի դրանից, դա էլ շատ կարևոր հանգամանք է, բայց ստեղծվեց այդ տպավորությունը, որ բոլորը գնան ու փրկեն քաղաքացիական պայմանագրին։ Գնան ու փրկեն քաղաքացիական պայմանագրին։ Բայց իրականում դրսից եկած հայերը խոսում էին այն մասին, որ գալիս են փրկեն Հայաստանը թրքածունից։ Դա որևէ կապ չունի դրսից եկած հայերը ինչի մասին էին խոսում։ Բացարձակ կապ չունի դրսից եկած հայերը խոսում էին այն քարոզչական նարատիվները, որը նրանց բերանը դրել էր Սմոլենսկի հրապարակի եւ Կրեմլի խոսնակների մետադիչկան։ Նրանց ուրիշ ոչինչ չէր մնում։ Դա եթե այդպես նայենք խորը վերլուծություն չանենք, ինչ է խոսում Մարգարիտա Սիմոնյանը վարչապետի մասին։ Վերլուծություն չանենք, պարզապես ֆիքսենք, անցնենք, առավել եւս չարժե ժամանակ հատկացնել նման, ինչ ասեմ, բարբաջանքներին։ Բայց եկեք մենք հասկանանք մեր ներսում, մեր երկրում ինչ է կատարվում։ Արդյոք այս քարոզչական հոսքերը հնարավոր չէր այնպես կառավարել, որ պետությունը վարի չգնար։ Պետությունը, որ պետությունը հերթական անգամ հարվածի տակ չհայտնվեր։ Որ պետությունը խնդիր չունենար ինքնապաշտպանվել Ռուսաստանից եւս 5 տարի իր ծրագրերը մի կողմ դնելու պարզապես գոյատևման հնգամյակ անցկացնել։ Պատահական չի, չէ, որ այսօր քանի ինչքան է անցել ընտրություններից, արդեն իսկ սկսում է շրջանառել թեզը, այս խորհրդարանը 5 տարի չի գործի։ Գնալու են արտահերթ ընտրություն։ Պահանջում են իդեպ հատկապես ընդդիմությունը ուժեղ Հայաստանը դիմել են սահմանադրական դատարան, ինչ է կարծում, որևէ արդյունք այդ իմաստով կստանան սահմանադրական դատարանը որևէ կերպ։ Իրենց իրավունքն է, բացարձակապես իրենց իրավունքն է, իրենց ցանկացած հարցով դիմել դատական ատյաններին, եթե դիմում են սահմանադրական դատարան, իրենց դիմում են բովանդակություն, այստեղ որևէ ինչ ասեմ, մեկնաբանության կարիք չեմ տեսնում։ Ես պարզապես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում արտահերթ ընտրությունների հիմքեր չկան։ Պարզապես ուզում եմ դա արձանագրել ու դա ուզում եմ արձանագրել իսկապես ցավով,
որովհետև Ռոբերտ Քոչարյանը ասում էր, եթե ընտրությունների արդյունքներում ինքը իշխանության չգա, հեղափոխություն է անելու։ Ինչու է հեղափոխությունը այսպես չգիտեմ, հետաձգվեց, մնաց օդում կախված։ Չէ, ասում է, վերջին հարցազրույցի ժամանակ ասում է, որ աշնանը հնարավոր է տրիգերներ ստեղծվեն։ Ասում եմ, հետաձգեց, ինչքան ժամանակով հետաձգեց 5 տարով։ Գիտեք, եթե ընտրությունների արդյունքներից ընտրողները դժգոհ են լինում, ընտրողները չեն սպասում, որ որևէ քաղաքական ուժ իրենց հրավիրի փողոցներ։ Իրենք են փողոցներ դուրս գալիս։ Դուք փողոցներում բացի շոկից շտապող մարդկանցից ինչ-որ մեկին տեսել եք։ Չէ, բայց չկա, բայց եթե պետք լինի կգան, Սամվել Կարապետյանն ասում է մենք գորգորացող գլուխներ ունենք։ Գորգորացող գլուխները փողոց դուրս կգան այն պարագայում, երբ հերթական անգամ նրանց գրպաններում հայտնվեն լուր գումարներ, այսպես ասած։ Սամվել Կարապետյանը այդքան ֆինանսական կորուստներից հետո պատրաստ է եւս, ինչ ասեմ, ֆինանսական լուրջ կորուստներ ունենալ 0 արդյունքի պարագայում։ Այսինքն փողոցային պայքարը էլի 5 տարի 0 արդյունք է տալու։ Միանշանակ, որովհետև դու չունես եւ չես ունեցել նախորդ 5 տարում էլ այդ բողոքական ընտրազանգվածը։ Մարդիկ դժգոհ չեն ընտրությունների արդյունքներից, այլ հարց է, որ մարդիկ ընտրությունների արդյունքները պետք է ծրագրեին, ոչ թե գնային ու էլի ընդդեմ ընտրություն անեին։ Գնային ու հերթական անգամ փրկեին քաղաքացիական պայմանագրին։ Պարզապես փրկեին քաղաքացիական պայմանագրին Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, այս անգամ արդեն նաև Սամվել Կարապետյան կոնգլոմերատի վերադարձից։ Այստեղ դու պետություն չփրկեցիր, այստեղ դու փրկեցիր իշխանություն։ Այն իշխանությունը, որը համենայն դեպս պետությունը կփրկելու բավարար քայլերը չէր արել։ Պետությունը պաշտպանելու բավարար քայլերը չէր արել։ Ես արդեն նշեցի, թե օրենսդրական անհրաժեշտ քայլերը, որոնք ընտրության պատկեր էին փոխելու, նաև այնքան բաներ կարես ընթացքում անելու, որ Հայաստանի Հանրապետությունում փողի վրա հիմնված կուսակցությունը չկարողանա ընդամենը 1 ամսում գրանցվելով իբրև կուսակցություն հայտնվի խորհրդարանում, սա նոնսենս է։ Սա նոնսենս է, սա իշխանության բաց թողումն է, որովհետև իշխանությունը կեղծ ժողովրդավարական արժեքներին, այսպես ասած, տուրք տվեց, ոնց ինչ-որ կուսակցություն չգրանցել, ինչ-որ կուսակցություն ընտրապայքարից անել, բա ուր մնաց մեր ժողովրդավարության բաստիոնը։ Մենք ժողովրդավարության բաստիոնը պահպանեցինք այդ առումով, բայց նաև այդ առումով Ռուսաստանին շանս տվեցինք իր տրոյական ձիերի երամակը մտցնել խորհրդարան։ Հիմա ժողովրդավարությունը այստեղ շահեց, թե տուժեց։ Եկեք հասկանանք, 5 տարի ժամանակ ունենք։ 5 տարի մենք էլի լսելու ենք նույն բառապաշարը, նետվելու են նույն շշերը զմիմյանս, ու ինչ է շահելու պետությունը, ու ինչ է շահելու ժողովուրդը։ Այ հանրապետություն կուսակցությունը այս հարցն էր դնում։ Հանրապետություն կուսակցության քարոզչության կենտրոնում սա էր, եւ սա նպաստեց, որ մենք խորհրդարանում չհայտնվենք, որովհետեւ մենք չէինք ասում, որ մենք գնում ենք իշխանություն փոխելու։ Մենք շատ լավ հասկանում էինք, շատ լավ գիտակցում էինք, որ մենք այդ ներուժը չունենք։ Մենք ամենայն դեպս ասում էինք, որ մենք գնում ենք պետությունը պաշտպանելու։ Ընտրողները պետության պաշտպանության անհրաժեշտություն չտեսան։ Տիկին Ադամյան, իսկ վարչապետի հայտնի հայտարարությունը ազգային ժողովում, որ քրեա օլիգարխիկ այս համակարգ արմատախիլ անելու ճանապարհին արտաքին անվտանգային լուրջ ռիսկերի են բախվել, արտաքին որոշ ուժեր փորձել են միջամտել, նախ ընկալելի է, հասկանալի է, որ արտաքին ուժի կամ պետության մասին է խոսքը, եւ հիմա ասում է, որ այդ անվտանգային ռիսկերը հաղթահարված են եւ շուտով Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը կանգնելու են իրավապահների առաջ, իրավական համակարգի առաջ եւ պատասխան են տալու։ Ինչպես հասկանալ նաեւ այս հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ այդտեղ առանձնապես պոլիշինելի գաղտնիքը չկա, ակնհայտ է, որ երկրիներ պետք որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չլինի եւ որ երկրներ այդ ջանքերը հնարավորինս գործադրեն Ռուսաստանի Դաշնություն։ Դուք այլ խնդիր չկա։ Այդտեղ նաև կողմնակի Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում քանի երկիր կա, որ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Բոլորն էլ համոզիչ հաղթանակը արձանագրել են, ժողովրդավարության առաջընթացը արձանագրել են, ասել են, որ կանգնած են Հայաստանի Հանրապետության կողքին հետագա գործընթացներում։ Այսինքն այստեղ այլ հասցեատեր փնտրել պետք չի։ Սա միանշանակ է, որ դա Ռուսաստանն է։ Բայց ինչ
Ինչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում այդ ձեր նշած անձանց, եթե իր բառապաշարին դիմենք, ծակերը կողել եւ այլ, չեմ ուզում կրկնեմ։ Ես կարծում եմ, որ այդ գործընթացը պետք է շատ հիմնավոր լինի, որովհետեւ ինչքան ենք տեսել բռնեմ բաց թողնեմի սխեման։ Բռնում ես, չպիտի բաց թողնես, պիտի հիմնավորես։ Այսինքն պետք է վճռական լինել կամ իրավական, պիտի հիմնավորես։ Ոչ թե Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին, չգիտեմ, ինչ գործով, որ այդպես էլ հասկանալի չի, իբրև նախագահ է ստորագրել կառավարության որոշումը, թե ինչ է արել, չէ։ Լսեք, Ռոբերտ Քոչարյանը թող գա ու ինձ պատասխան տա, ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացուս պատասխան տա Ռուսաստանի Դաշնությանը հանձնված երկաթուղու համար։ Ռոբերտ Քոչարյանը թող գա ու ինձ պատասխան տա, ինձ միջին վիճակագրական ընտրողից պատասխան տա գույք պարտքի դիմացի համար։ Այն բոլոր ձեռնարկությունների, որոնք հանձնվեցին Ռուսաստանի Դաշնության, առ այսօր չեն գործում։ Մերգելյանի պես ինստիտուտը պահեստ է։ Ռոբերտ Քոչարյանը թող գա ու պատասխան տա Մեղրիի տարբերակի համար։ Մեղրիի տարբերակի համար։ Վերջին հաշվով Ռոբերտ Քոչարյանը չգտավ այդ участковին հոկտեմբերի 27-ի գործով։ Ռոբերտ Քոչարյանը թող գա ու ինձ պատասխան տա իր կառավարման 10 տարիներին։ Ինչու Հայաստանի Հանրապետության ազգային բանակը դադարեց ամենամարտունակը լինելուց։ Ու թող բարի լինի ոչ թե ինչ-որ ֆիկտիվ թվեր ներկայացնի, ինչ է գնել, ինչ չի գնել, ինչպես է ազգային անվտանգությունը հանձնել Ռուսաստանի Դաշնության, իր օրոք որևէ պատեր, ամենախաղաղ տարիներն էին, որևէ պատերազմ չի եղել։ Լսեք, դրեք համադրեք Ադրբեջանը ինչ զենքեր է ձեռք բերել, Հայաստանի Հանրապետությունը ինչ զենքեր է ձեռք բերել։ Ու թող Ռոբերտ Քոչարյանն ինձ պատասխան տա Հայաստանի Հանրապետության բանակը ինչ է արել այդ ընթացքում։ Ռոբերտ Քոչարյանը թող գա ու ինձ կոնկրետ ինձ պատասխան տա Արցախի համար ինչ է արել այդ ամբողջ ընթացքում։ Քանդել է Արցախը, թե վերաբնակեցրել է ազատագրված տարածքները։ Արցախի տնտեսական ներուժն է մեծացրել, թե արցախցիներին ցրել է ամբողջ Հայաստանում մեկ։ Ու հետո դրանից հետո թող Ռոբերտ Քոչարյանը որոշի Հայաստանի Հանրապետությունում հերթական հեղափոխություն անել կամ չանել։ Նույնը Գագիկ Ծառուկյանը, նույնը առավել եւս բացարձակապաքաղաքական Forbes-ի միլիարդատերը։ Այս ամբողջ անցած տարիներին Սամվել Կարապետյանը ինչու չի հիշել, որ ինքը հայրենիք ունի։ Որ ինքը Հայաստանի Հանրապետություն ունի։ Հիշել է միայն հեծերի կառավարման, Տաշիկ-Պիցաների ցանցի ստեղծման պարագայում։ Դեք հայրենիք այդպես չեն սիրում, հայրենիք այդպես չեն պահում։ Լավ հասկացանք, Արցախում էլ հիվանդանոց է կառուցել, շնորհակալություն մեծ մարդասիրության համար։ Մեծ մարդասիրության համար շնորհակալություն, բայց ինչու հանկարծ Սամվել Կարապետյանը որոշեց, որ մեծ բարերարից, մեծ մարդասերից, մեծ միլիարդատերոջից հանկարծ պետք է դառնա քաղաքական գործիչ եւ ինչ է տալու իր քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն այն, որ Ռուսաստանի Դաշնությունում վերջապես հասկացան Ռոբերտ Սետրակիչի այդ քիմիան ավարտվել է։ Ռոբերտ Սետրակիչը 21-ից հազիվ 10% է հավաքելու, հազիվ խորհրդարան է մտնելու, դեսանտ իջեցնենք այս միլիարդատիրոջը, այդ հասկացան ու Սամվել Կարապետյանը դարձավ Կրեմլի խամաճիկը, չէր կարող ասել ցարին, դա հասկացաք։ Դուք դրանում ինչով եք մեղավոր։ Ես ինչով եմ մեղավոր։ Ինչու՞ պիտի Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները, Գագիկ Ծառուկյանները, այնտեղ մեծ ու մանրիկ, չգիտեմ, նրանց ստվերում գործողները գան ու այստեղ քաղաքականություն որոշեն։ Ինչու՞։ Եվ արդյոք այստեղ իշխանության մեղքը չկա։ Առայն որ բավարար, ճշգրիտ Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող քարոզչություն չի վարվել։ Քարոզչություն։ Ինչ նկատի ունեք Տիկին Ադամյան։ Շատ պարզ։ Գիտեք, մեր ամբողջ քաղաքական դիսկուրսը պատտվում է Ռուսաստանի օգտին ու ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանի օգտին մենք կամ հայհոյում ենք Ռուսաստանին, Ռուսաստանի վարած հակահայկական քաղաքականության, Ռուսաստանի հրահրած հակահայկականության պատճառով, կամ այսպես պաշտպանում ենք Ռուսաստանին, մեր միակ դաշնակից, Ցարիբոկ, վերջ, Ռուսաստանը չունի, Հայաստանը 5 րոպե չի գոյություն չի ունենա։ Աշխարհում միայն Ռուսաստանն է։ Հա։ Բայց Եվրոպան, բայց Ամերիկան։ Ես խնդրում եմ, հիշեցրեք ինձ հայկական մուլտիպլեքսում քանի ռուսական եւ քանի եվրոպական, քանի ամերիկյան ալիք կա։ Խնդրում եմ, հիշեցրեք։ Պարզապես հիշեցրեք։
Ինչու ես պարտավոր եմ ռուսական անվերջ ցնդաբանությունները նայել, կամ ես հնարավորություն ինչու չունեմ նայել ինչ է կատարվում Եվրոպայում, ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչու, եթե Ռուսաստանն պարտավորեցնում են ինձ նայել առավելագույնի ես հնարավորություն ունեմ, պարզապես այդ ալիքը, փոխել այդ ալիքը, բայց ես ուզում եմ հասկանալ Եվրոպան այդ ինչ է։ Ընդհանրապես Եվրոպացին ինչ է։ Եվրոպացին են անխելք մարդն է, որ երբ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանում հայկական ապրանքների նկատմամբ, 3 օր չի համբերում։ Ու գալիս է այդ բոլոր ապրանքները, որակ-մորակ, ամեն ինչ մի կողմ դրած մաքսազերծում է ու տանում է Եվրոպա։ 50 միլիոն եվրո է նաև տալիս։ 50 միլիոն եվրո է տալիս։ Ես ուզում եմ հասկանալ։ Ի վերջո ով է եվրոպացին։ Եվրոպացիներն առաջնորդներն էին, որ մայիսի սկզբին եկան Հայաստանի Հանրապետությունում գեղեցիկ ելույթներ ունեցան, շքեղ նկարներ, շքեղ երեկո Աբովյան փողոցում եւ այլն, գնացին մոռացան։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ այդ Եվրոպան։ Ես ուզում եմ տեսնել այդ Եվրոպան եւ ես ուզում եմ, որ իմ պետությունը դա անի։ Ոչ թե ինձ ասեն, դե այնտեղ ինչա, չգիտեմ, 3 եվրո է, 4 եվրո է, տոմսար գնա նստի ֆրֆրա հետ արի, ոչ մի խնդիր չէ։ Ես ուզում եմ, որ քարոզչական մակարդակով դա ինձ ներկայացնեն, որովհետեւ ես ուզում եմ, որ այս Ռուսաստան, Հայաստան կեղծ իսկապես կեղծ հակասությունների թնջուկից զատ մենք սկսենք աշխարհը տեսնել եւ աշխարհը մեզ տեսնի։ Մենք այնքան նորմալ ընդունեցինք, որ Ռուսաստանի Դաշնությունը դրեց ամեն ինչ հապկից հեռացեք, ԵԱՏՄ-ից հեռացեք, սրանից հեռացեք, նրանից հեռացեք, ձեր ապրանքների մեջ մեր դեռ այնտեղ չուղարկված, գիտեք, աբսուրդ է, երևի դա շատ քչերը արձանագրեցին։ Հայկական գյուղմթերքը դեռ չէր մտել ռուսական շուկա, այնտեղից արդեն այնպեսի վնասակ տուներ, չգիտեմ, ինչեր հայտնաբերվեցին մեր ծիրանի, ելակի, եսիմ ինչի։ Դե խաղողի դեպքում անգամ խաղողը դեռ չկար, չէր աճել։ Խաղողը չի աճել, բայց պարզվում է թե մեջ ինչեր, դա աբսուրդ է։ Ու հետո էլ դնում են, ասենք, ասում են, այս հայտարարությունները քաղաքական չեն, բացարձակապես դանկվերտներ, կարծեմ, հայ Ռոսնադզորի ղեկավարը, որ հայտարարությունները չենք հասկանում, չէ՞ քաղաքականություն տեսնում, սրանք զուտ աշխատանքային ինչ-որ հայտարարություններ են։ Եվ դե բարև ձեզ։ Բայց մենք այդ արանքում չֆիքսեցինք, որ լավ Ռուսաստանը դրած այսպես հակահայկականություն է անում, Եվրոպան ձեռք մեկնեց, Ամերիկան է ձեռք մեկնում։ Ինչու մենք դա չարձանագրեցինք։ Ինչու մենք չհասկացանք, որ դա նշանակում է Եվրոպայի դռները ձեր առաջ բաց են։ Դե բարեհաճեք էլ ժամանել, վերջին հաշվով, բարեհաճեք ժամանել։ Վերջին հաշվով դա Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն փոխելու է։ Մենք գնահատեցինք ինչ արեց Եվրամիությունը։ Մենք գնահատեցինք Եվրամիությունը մեզ համար ինչ արեց, ինչու արեց։ Գնահատեցինք, հասկացանք, արժևորեցինք։ Եթե գնահատեցինք, հասկացանք, արժևորեցինք, հազար ներողություն մեզ համար ընդհանրապես այլևս հարց չպետք է լինի, այդ Պուտինն ինչի մեզ չի շնորհավորում։ Չի շնորհավորում, չշնորհավորի։ Որովհետև էլ եմ ասում, արալեզներ է որոնում, որ իր վերքերը ապակին են։ Վերջ։ Փակեցինք թեման։ Եկեք մտածեք լոգիստիկայի մասին։ Եկեք հասկացեք, լավ, Եվրամիությունը այս պրեֆերենցիաները տվեց, բայց Եվրամիությունը այս պրեֆերենցիաները 5 տարի դες չի տալու։ Եկեք մտածեք, այն որ Հանրապետություն կուսակցությունը ասում էր, ինչ պիտի անի հայ բիզնեսը, ինչ օղակներ պետք է ստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի արտադրողը նաև սպառող չլինի, պետության դերը որն է այդ օղակը ստեղծելու համար։ Այն որ Պապոյանը հիմա այսպես եթերներից հնչեղ թվեր է ասում, այսքան արտանել ենք այստեղ, այսքան Լատվիա, այսքան չգիտեմ, կացի հետ Խուդացյանն է նկարվում, դե բարև ձեզ էլի։ Այդ այն աշխատանքն է, որ դուք պիտի արած լինեիք վաղուց, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը ձեզ վրա քաղաքական լծակ չունենար, որպեսզի ռուսական մոնոպոլիաները այստեղ վերացած լինեին, որպեսզի հիմա ձեզ չասեն, դե գազը կամ կկտրենք կամ գազը գինը կբարձրացնենք, դե տեսնենք, սպասում ենք ձմռանը, այդ ձմռանը գազը գինը բարձրացնելու ենք, տեսնենք ոնց է տակից դուրս գալու։ Իսկ կարող է հայկական կողմը միշտ որպես այդպեսին այլ ընտրանք ունի, պարզապես սպասում է, որ առաջին այդ կոպիտ քայլին, այսպես ասեմ, գնա ռուսական կողմը, որովհետև մենք Շատ լավ, ինչու է սպասում։ Ինչու է սպասում։ Մենք դրանց սպասում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ինչպես սպառնում է մեզ հապկից տարի,
Դե նաև ԵԱՏՄ-ից։ Բայց իսկապես իրենք վախում են, որ հայկական կողմը Եվրոպական միություն է գնում, ինչպես հայտարարում են, թե խոսքը լրիվ այլ բանի մասին է։ Մենք գիտենք դա ինչ բաց process է։ Քաղաքական ճնշումների մասին է, խոսքը այն մասին է, որ Ռուսաստանի Դաշնությունում ինչքան է անցել ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ մեկի մոտ չկա այնպեսին կալում, որ այս բոլոր պետությունները այդ խորհրդային տարածքի ինքնիշխան եւ ինքնուրույն պետություններ են։ Այդ ընկալումը չեն համակերպվում։ Ես ձեզ կարող եմ բազում օրինակներ բերել նաեւ միջինասիական պետություններից։ Բելարուսի մասին արդեն չասենք ընդհանրապես, որտեղ էլ Ռուսաստանի Դաշնությունը տնտեսության վրա հրեշի պես նստած է։ Բազում օրինակներ բերել միջինասիական պետություններից, որտեղ էլ Ռուսաստանի Դաշնությունը ամբողջ արդյունաբերական ներուժը հավաքել է իր ձեռքը եւ փորձում է խեղդել այդ պետություններում զարգացման որևէ հնարավորություն։ Արդեն չասեմ Վրաստանի օրինակը ինչ կատարվեց եւ Վրաստանը փորձեց ինքնիշխանության քայլեր անել։ Երբ Վրաստանին ինչպես խաբեցին Աբխազիան ու Օսեթիան վերադարձնելու են, եթե ընտրեք վրացական երազանքին, ընտրեցին, վերադարձրեցին Աբխազիան ու Օսեթիան։ Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվեց։ Ռուսաստանի Դաշնությունում մնում է այն ընկալումը, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը ոչ թե հայերենական մեծ պատերազմն էր, այլ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը ԽՍՀՄ փլուզումն էր։ Եվ բոլոր հնարավոր տարբերակներով 21-րդ դարում նոր բրենդով պետք է վերականգնել ԽՍՀՄ, որովհետև եթե չկա ԽՍՀՄ, անիմաստ է ապրել աշխարհում։ Դա է Ռուսաստանի Դաշնությունում իշխող մտայնությունը։ Ռուսաստանի Դաշնությունը ինչի հարձակվեց Ուկրաինայի վրա, որովհետև առանց Ուկրաինայի ԽՍՀՄ վերականգնելը անիմաստ էր, անհնար էր։ Այ դրա համար Ուկրաինան պետք էր խեղդել, դրա համար պետք էր թույլ չտալ, որ Կիևը ինքնուրույն քայլեր անի, որ Կիևը ինքնիշխան պետություն լինի, որ Կիևը այդ Եվրամիություն գնալը, ՆԱՏՕ-ի անդամ լինելը, գիտեք, այդ բոլորը ատրիբուտիկա էր, քաղաքական դիվանագիտական ատրիբուտիկա։ Ոչ։ Ռուսաստանի Դաշնությանը պետք էր որ Յանուկովիչի նմանները լինեն Կիևում, եւ Յանուկովիչին մերժեցին, արդեն դարձան հարձակման թիրախ։ Ու նույնը նաեւ Հայաստանի Հանրապետության պարագայում է, նույնը Ղազախստանի պարագայում է, նույնը Ուզբեկստանի պարագայում է, նույնը բոլոր այն պետությունների պարագայում է, ովքեր ժամանակին դժբախտություն ունեցել ԽՍՀՄ-ի կազմում լինել։ Սա է խնդիրը։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ բոլոր պետությունները պետք է հանձնվեն։ Եկեք հասկանանք Ռուսաստանի Դաշնությունը ինքը իզորու է ալիքի վրա մնալ։ Ռուսաստանի Դաշնությունում, գիտեք, երևի վառվող Մոսկվայի այդպիսի մի պատկեր մեկ էլ եղել էր Նապոլեոնի օրոք։ Թեպետ այն ժամանակ Կուտուզովը ինքն էր Մոսկվան կրակի մատնել։ Ընդունենք այդ փաստը, ոչ թե Նապոլեոն Բոնապարտը, այլ Կուտուզովը ինքն էր մայրաքաղաքը արդահել ու հեռացել։ Բայց եկեք հասկանանք այնուամենայնիվ ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում աշխարհաքաղաքական։ Եվ այդ աշխարհաքաղաքական իրադարձությունները Հայաստանի Հանրապետության վրա ինչ ազդեցություն են ունենալու։ Մեզ պետք է պաշտպանված լինել։ Մեզ պետք է ստեղծված իրավիճակից առավելագույնը քաղել։ Առավելագույնը քաղել։ Այ պետական շահը այդպես է ձևավորվում։ Ոչ թե գերադասենք կուսակցական շահը։ Հանրապետություն կուսակցությունը մշտապես կուսակցական շահը ստորադասել է պետական շահին։ Այդ դրա համար այսօր խորհրդարանում չի։ Դրա համար 5 տարի առաջ խորհրդարանում չէր, բայց մենք շարունակելու ենք պետություն պաշտպանել, որովհետև մեզ համար իսկապես, եթե չկա պետություն, կուսակցություն կա թե չկա, 64-րդական խնդիր է։ Իսկ առավելագույնը քաղել է, եթե շատ կարծ Տիկին Ադամյան, այս պարագայում նաև մենք տեսնում ենք, որ Իրան, Միացյալ Նահանգներ այսպես համաձայնություն է փորձում կնքվել։ Այս պարագայում ինչ պիտի լինի առաջնային Հայաստանի համար, նաև ինչպես դուք նշեցիք, այրվող Մոսկվան հաշվի առնելով։ Երեք որն է գերկարևորը, գերկարևորը այս բանին մեր բոլորի համար տրիպն է։ Որովհետև դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության ճանապարհների ապաշրջափակում է, դա նաև տնտեսության զարգացում է, դա նաև կիսահաղորդիչների արտադրության սկիզբ է, դա բացարձակապես որակապես այլ պետության մոդելի գնալ է։ Մեզ համար դա գերկարևոր է։ Ռուսաստանի Դաշնության այդ տրոյական երամակը ամեն ինչ անելու է տրիպը ձախողելու համար։ Հիշեք նախընտրական հայտարարությունները։ Երաշխավոր է պետք, երաշխավորը պետք է լինի Ռուսաստանը, երաշխավոր պետք է լինի Չինաստանն, էլ չգիտի ինչ երաշխավոր գրող տանի ձեզ բոլորիդ։ Ինչ երաշխավոր։ Մեզ համար դա գերկարևոր։ Մեզ համար գերկարևորը իսկապես խաղաղության համաձայնագրի ստորագրումը, գերկարևոր է։ Եվ ընդհանրապես այդ գերկարևոր լինելուց զատ մեզ համար ամենաառաջնայինը պետք է լինի հասկանալ խաղաղությունը որևէ համաձայնագիր չի երաշխավորում, խաղաղությունը երաշխավորում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնումը, խաղաղությունը հավիտենական կլինի այն պարագայում, երբ Ադրբեջանը հասկանա հարձակվեց, պարտվելու է,
հարցակվեց, ես իմ ինչքան զոհեր է ունենալու, հարցակվեց իր առաջ դրած որևէ խնդիր չլուծելու հակառակ կորուստներ է ունենալու։ Այս իրավիճակը, իսկ այս իրավիճակը ստեղծում են տնտեսությամբ։ Այս իրավիճակը ստեղծում են ռեալ դաշնակիցների հետ ռեալ աշխատանքով, ոչ թե կգնամ Մոսկվա, այնտեղ չգիտեմ ինչեր կանեմ, Վաշինգտոն կգնամ, Բրյուսել կգնամ, դե Մակրոնի հետ, բայց Մակրոնը 28 թվին էլ չի լինելու, Տրամպի հետ 28 թվին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրություններ են, ես որ ասում եմ պետությունը պահպանելու համար պետք է հաշվարկել 3 քայլ առաջ, լավ Մակրոնը չկա, Տրամպը չկա, Հայաստանի Հանրապետություն լինելու է, չէ՞։ Պետք է դնես նախադրյալները, որպեսզի զարգացումը արդեն անխուսափելիորեն գնա, որպեսզի այդ պետություններում իշխանության ժողովրդավարական երկրներ են, Մակրոնն այլևս չի կարող առաջադրվել, Տրամպն այլևս չի կարող առաջադրվել, հաջորդները շարունակեն այն գործընթացը, որ Մակրոնն ու Տրամպը սկսել են, որովհետև դա իրենց շահավետ է, որովհետև դա իրենց պետք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դադարել է աշխարհում լինել խնդրարկու երկիր։ Մենք էլ տալիք ունենք, լիքը տալիք կարող ենք աշխարհին ունենալ, իսկ մենք դա չենք գնահատում։ Մենք մեզ այսպես դրել ենք, ինչ ասեմ, բարդույթավորված, այնպեսի սինդրոմի մեջ, որ ամբողջ աշխարհը մեզ պիտի գա, օգնի, մեզ պիտի գա պահի, դե որովհետև երկրաշարժ էր, դե որովհետև պատերազմ էր, դե որովհետև ինչ ասես։ Ինչու՞։ Աշխարհը ձեզ ոչինչ պարտական չէ։ Ու ընդհանրապես աշխարհում ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտական չէ։ Բոլոր հաջողությունների հիմքում դրված են փոխշահավետ հարաբերությունները։ Փոխշահավետ։ Բարի եղեք հաշվարկեք եւ ձեր հաշվարկների մեջ բարի եղեք չսխալվել։ Վերջապես իջեք այդ երկու աթոռից։ Վերջապես հասկացեք, որ Հայաստանի Հանրապետությունը արևմուտքից դեպի արևմուտք գնալուց այլ ընտրանք չունի։ Պլյուս արաբական աշխարհի այն բոլոր պետությունները, որոնց հետ մենք ունենք շահերի համընկնում։ Ուրիշ տարբերակ չկա։ Գիտեք, հեծանիվ հնարելու ժամանակները անցել են։ Վաղուց մարդիկ արդեն սավառնակների են անցել, իբրև ուղևորա փոխադրում։ Իսկ մենք այսպես շարունակում ենք, սայլից հեծանիվ, հեծանիվից գնացքից տեսլա, մեսլա, չգիտեմ ինչ։ Դե բարև ձեզ։ 21-րդ դար, առաջին քառորդն ավարտվեց։ Որտեղ եք դուք։ Ով եք դուք։ Որտեղից եկաք եւ ուր եք գնում։ Դարակազմիկ հարցերը։ Ու այդ հարցերին, գիտեք, ամեն սերունդ իր պատասխանն է տալիս, բայց ամեն սերունդ իր պատասխանը տալուց զատ մեզնից յուրաքանչյուրը պիտի այդ հարցերին պատասխանի։ Մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա իր համար ինչ է հայրենիքը։ Հայրենիքը իր համար են 300,000, լավ 500,000-ն է, որ դրեցի գրպանես գնացի։ Դե հա ջանդամ ձենս էլ ու մասես տվեցի կամ խափեցի չտվեցի, ես կողմ եմ։ Դա է հայրենիքը։ Դա ես դու։ Դու այդ մարդն ես, որ զբաղվում ես հայրենավաճառությամբ ու հպարտ այսպես ներկայանում ես հայրենիքի փրկիչ։ Դա ես դու։ Դե եթե դա ես դու։ Այստեղ արդեն, գիտեք, խոսույթը փոխվում է։ Այստեղ արդեն ոչ թե պետք է քաղաքական խոսույթ լինի, այստեղ արդեն պետք է լինի իրավապահների խոսույթ, բայց կան այդ իրավապահները, եթե կան, այս ամբողջ ընթացքում ինչու մի դատական գործ չեղավ։ Այսինքն մենք այնպեսի մի բարդ թնջուկ ենք հավաքել մեր երկրում, որտեղ բոլոր բարեփոխումները սկսված են, որևէ մեկը ավարտված չի։ Եվ որևէ ոլորտում դու չունես, այս էներգետիկ անվտանգությունն ապահովել եմ։ Չես ապահովել։ Հա ձգում ես, մինչև դարավերջ ձգելու ես։ Պարենային անվտանգությունն ապահովել եմ, չես ապահովել։ Եվրոպան չլներ դու այսօր շատ վատ վիճակում էիր լինելու։ Բանակիդ բարեփոխումները ապահովել ես, չես ապահովել, դու մնում ես հապկի անդամ, քեզ չեն տալիս են զենքերը, որ Ադրբեջանը գնում է։ Այդտեղ արդեն դու շատ լուրջ վիճակում կարող ես հայտնվել։ Դու շարունակում ես մնալ ԵԱՏՄ-ում, որտեղից քեզ անվերջ վտարում են, դու ասում ես, չէ, կգնամ, կխոսեմ, կպայմանավորվեմ, այդտեղ խնդիր չկա, ես վետոյի իրավունք ունեմ։ Լավ, բայց եք հասկանանք էլի պետություն ես, ինչ ես ուզում։ Դու իբրև պետություն, ինչ ես ուզում։ Որն է քո կոնկրետ, ինչ ասեմ, պատկերացումը այս աշխարհում իբրև պետություն ապրելու, իբրև պետություն զարգանալու մասին, ունես թե չունես։ Եթե դու անվերջ փորձում ես հակադիր միմյանց հետ պատերազմող կառույցների մեջ այսպես ինչ որ շրջանցելով սուր կողմերը էսեն, ինչ որ միտեղ ինչ որ մեկը քեզ կանգնեցնելու ասելու է գնա դու հուսալի չես։ Ինչ եւ տեղի ունենում։ Հանրապետություն կուսակցությունն այս ամբողջ ընթացքում դրանից էր զգուշացնում։ Հանրապետություն կուսակցությունը ոչ միայն չէր զգուշացնում, միայն չէր կնա առաջարկներ էր ներկայացնում։ Այս հարցը այսպես լուծել ես, հարցեր արտադրությունը, բանակը, էսը։
Չլսվեց, չգնահատվեց, ու շնորհակալություն բոլոր նրանց, որ այնուամենայնիվ լսեցին ու չհասկացան։ Ես կարծում եմ, որ 5 տարի ժամանակ են ունենալու իրենց սխալները հասկանալու, եւ գուցե նաեւ 5 տարի ժամանակ են ունենալու հասկանալու, որ եթե դու անվերջ գնում ես ու անվերջ սխալվում ես, դա քո խնդիրն է։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր, կհանդիպենք։